Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում անկախ հետազոտող քաղաքագետ Էդգար Վարդանյանն է, շնորհակալություն պարոն Վարդանյան մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր վաղ առավոտից քննչական կոմիտեն հրապարակում է ձայնագրություններ, որտեղ լսվում է, որ Բագրատ Սրբազանը իր աջակիցների, կողմնակիցների հետ որոշակի գործողություններ էր պլանավորում, ահաբեկչական հոդվածն այդ դրույթով է։ Ես կուզեի ձեր դիտարկումները լսել, ավելի վաղ հրապարակվեց նաև հեղաշրջման պլանը, որը շատերի կողմից թերահավատորեն ընդունվեց, բայց այսօր փաստորեն արդեն ձայնագրությունների միջոցով մենք տեղեկություններ ենք ստանում, որ որոշակի ուժեր գործողություններ էին պլանավորում, ինչ կարծիք, ինչ դիտարկումներ ունեք։ Գիտեք, երեկվա պլանը բառայ մթերքի տեսակետից կարող էր որոշակի այսպես կասկածներ հարուցել, բայց ընդհանուր առմամբ նաև հասկանալի է, որ երբ որ ոչ, այսպես ասենք, պրոֆեսիոնալ շատ հաճախ մարդիկ են զբաղվում նման բաներով, դա անխուսափելի է նման բառեր օգտագործելը, եւ բայց այնուամենայնիվ, այսպես ասենք, տեսնում ենք, որ որոշակի այսպես կասկածներ հարուցող հրապարակում էր, որպես դա դիտարկում։ Այսօրվա արդեն գործողությունները, այսինքն թե քննչականի տարածած հայտարարությունը, բովանդակությունը, թե ձայնագրությունները ձեր նշած, արդեն իսկ կարծում եմ, կասկած չեն թողնում, որ իսկապես նախաձեռնվել է այսպես ձևակերպեմ զանգվածային անկարգություններ հրահրելու, բռնություններ գործադրելու, սաբոտաժի ուրեմն նաև գործողություններ իրականացնելու, ուժային մարմինների, այսպես ասած, գործունեությունը տեղաշարժը արգելափակելու եւ ընդհանուր առմամբ քաոս երկրում ստեղծելու միջոցով ուրեմն իշխանությանը տիրանալու, իշխանափոխություն իրականացնելու, ըստ էության կարելի ասել սահմանադրական կարգը տապալելու գործողություններ, եթե հաստատվեն, որ այդ ձայնագրությունները լրիվ իրական են, այսպես ասենք, կարծում եմ, այստեղ դժվար թե ուրեմն չեզոք, այսպես ասած, դիտորդը կարող է կասկածել, ես խոսում եմ կոնկրետ հիմա չեզոք դիտորդների մասին, հասկանալի է, որ այստեղ երկու կողմերի տեսակետները կարող են լինել որոշակիորեն, այսպես ասած, քաղաքականացված, բայց երրորդ այսպես կողմից, որ դիտարկում ենք, իսկապես այդ ձայնագրությունները արժանահավատ են թվում, եւ գիտեք, այստեղ հարցը նաեւ այն է, որ մենք գործ ունենք ինչ-որտեղ հիբրիդային հեղաշրջման փորձի հետ։ Ինչով է տարբերվում հիբրիդային հեղաշրջումը ռազմական հեղաշրջումից կամ այլ տեսակի հեղաշրջումներից, նրանով, որ հիբրիդային հեղաշրջման ժամանակ կիրառվում է տարբեր գործիքակազմ եւ հիմնականում շեշտը դրվում է այն բանի վրա, որ որոշակի մարդկանց մոբիլիզացնում են եւ դուրս են մղում փողոց, որպեսզի ապահովեն ժողովրդավարական գործընթացի շղարշ, այսինքն ասեն, որ այ տեսեք, ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ ճնշում է բանեցնում եւ ուղղակի այդ ճնշման բանեցման արդյունքում տեղի ունենում իշխանափոխություն, իշխանությունները հրաժարական են տալիս, ձևավորվում է ինչ-որ նոր իշխանություն, անհասկանալի է իհարկե ինչ կերպով, բայց դեռ դնենք մի կողմ։ Բայց բուն գործողությունները, ինչպես երևում են նաև ձայնագրություններից, ուժային գործողություններ են, հակաիրավական գործողություններ են։ Այսինքն այդտեղ պաստորեն մի խումբ մարդիկ կոնկրետ հանձնարարականներ են իրականացնում, այդ թվում նաև գումար ստանալու դիմաց, որոշակի գործողություններ են անում, այսինքն սա մի ծրագրի պաստորեն մաս է այդ ամեն ինչը, եւ
այն որ իրենք պետք է գույք փչացնեն, այն որ նաև կիբեր հարցակումներ պետք է իրականացվեն կառավարության կայքերի վրա, այն որ պետք է ուրեմն փակեն ոստիկանական, այսպես ուժերի ելք ու մուտքը, հա, այն որ պետք է, չգիտեմ, ինչ որ տարատեսակ այդ չեմ հիշում հայերեն ինչպես է կոչվում, հա, այդ սալյուտները կամ աստղիկները իրենք այդպես էին պայթուցիկ այդ աստղիկներ միջոցների միջոցով նրանք փորձելու էին փաստորեն եւ աղմուկ եւ վնաս հասցնել տարատեսակ ուրեմն շինությունների, իրերի եւ այլն եւ վերջի վերջո նաեւ այն խոսույթը, որը առաջ է քաշվել այդ ամենը կազմակերպելիս խոսում է նաև այն մասին, իսկ ինչպեսի խոսույթ էր, հա, այնտեղ մենք տեսնում ենք, որ ասվում է, որ այ եթե մի քանի հոգու պատի տակ գյուլեն, հա, գնդակահարեն, մի քանի հոգու նստացնեն եւ այլն, այս ամեն ինչը կավարտվի եւ այդ իշխանապողությունը տեղի կունենա, նաեւ այդ ատելության խոսքը, անասուն ժողովուրդը, այդպես ձևակերպում, խորը անասուն, հետո էլ շարունակում է, այո։ Եվ այդտեսեք այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ աստորեն գործ ունենք այդ հիբրիդային, հա, հարցակման, հիբրիդային հեղաշրջման փորձի հետ։ Մենք դեպ դասական հեղաշրջումը, եթե ասենք ռազմական հեղաշրջման մասին է խոսքը, դրանք իրականացվում են կոնկրետ ուժային որոշակի այսպես կառույցների միջոցով, հրազենի նաև, հա, կիրառմամբ կամ սպառնալիքով, երբ ասենք մի քանի ինչ որ առանցքային զինվորականներ, բարձրաստիճան սպաներ միմյանց հետ փոխհամաձայնության են գալիս եւ իրենք այսպես արգելափակում են, հա, պետական կառույցների աշխատանքը, այսպես ինչ որ մարդկանց են երկրի ղեկավարին կամ այլ պաշտոնատար անձանց ելք ու մուտքը սահմանափակում են, ձերբակալում են, ուժային այսպես գործողություններ են իրականացնում եւ ֆիզիկապես գրավում են բոլոր պետական մարմինները, հա, այսա դասական ռազմական հեղաշրջման պլան է, մենք գործ ունենք այլ բանի հետ, հա, սա պետք է ֆիքսել, նաև այսպես զուտ էլի դասական ահաբեկչական գործողություններ, թեև մենք տեսնում ենք, որ այստեղ այդ հոդվածով է նաև գնում, հա, բայց պետք է տարբերակումը դնել, ես հիմա իրավաբան չեմ կարող ասել, արդյոք հենց այդ հոդվածով կարելի է այս ամեն ինչը բնորոշել, բայց պետք է զուտ այսպես էլի հաշվի առնելով այն ինչը, որ կա հանրային ընկալումներում, չէ, հանրային ընկալումներում սովորաբար ահաբեկչությունը այսպես է դիտարկվում, որ մի խումբ մարդիկ զինված տրաքացնում են ինչ-որ հաստատություններ, ինչ-որ մարդկանց են սպանում, չէ, բարձրաստիճանների սովորաբար պաշտոնյաների, հա, եւ այդպես այդ միջոցով են պարալիզացնում պետական համակարգը եւ իշխանությունը էլի ֆիզիկապես վերցնում են իրենց ձեռքերին, այսինքն ժողովրդավարության բոլոր ինստիտուտները արգելափակում են եւ այլն։ Սա էլ փաստորեն չի, այսինքն այդ դասական ահաբեկչությունն էլ չի, բայց բոլորի տարերը կան այս ամեն ինչի միջև, որովհետեւ տեսեք, նրանք նաեւ ասում էին, որ կամ ներկա կամ նախկին զինվորականների ենք փորձելու էլի ներգրավել այս ամեն ինչի միջև, հա, եւ այլն եւ այլն։ Այսինքն սա յուրօրինակ փաստորեն իսկապես պլան է, ճիշտ հնարավորինս պետք է կարծիքով բնութագրել սա, որպեսզի նաև շահարկումների տեղ չլինի, որպեսզի այն ինչը որ արդեն հայտնաբերվել է չարժեքազրկվի որոշ մարդկանց կողմից, որոնք ասեն, որ այ գիտեք ինչ, բայց ահաբեկչությունը սա է։ Սա ինչ ահաբեկչություն է, հա, օրինակ եմ, կամ հեղաշրջումը այս է, սա ինչ հեղաշրջում է։ Ես դրա համար ասում եմ, որ սա իսկապես հիբրիդային հեղաշրջում է, վստահ չեմ այդ տերմինը որքանով է մինչ այժմ կիրառել, հա, բայց հաշվի առնելով հիբրիդային հարձակումների կոնցեպտը, հիբրիդային պատերազմի կոնցեպտը, ես գտնում եմ, որ
այդ տերմինը կիրառելի է այս հեղաշրջման փորձը բնութագրելիս։ Պարոն Վարդանյան, արտաքին հետ հասցեատեր, պատվիրատու, չգիտեմ ինչպես բնորոշեմ, շահառու գուցե այս հարցում տեսնում եք թե ոչ, որովհետև սրան նախորդեցին մի շարք իրադարձություններ, նկատի ունեմ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նաև ձերբակալությունը, նաև իր հայտարարությունները մենք մեր ձևով կմիջամտենք Ռուսաստանի, այսպես ամեն ժամ, ամեն րոպե տարբեր գործիչների կողմից արձագանքները, երբ ռուսական լրահոսը թերթում է ամեն երկրորդ լուրը նվիրված էր Սամվել Կարապետյանին, ես իհարկե չեմ կապում երկու անձանց գործողությունները իրար, բայց ես ընդհանուր համատեքստն եմ ուզում դիտարկենք, արդյոք կա այս բոլոր գործողություններում իշխանությունները հեռացնելու հարցում ռուսական հետք կամ շահառու։ Տեսեք, դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։ Օրիգինալ չեմ գտնվի այստեղ, հա։ Բայց մի բան կարող ենք հիմա հստակ ասել, որ կան նարատիվների համընկնումներ, մեկին մեկ շատ դեպքերում։ Մենք տեսնում ենք, որ իսկապես ռուսաստանյան որոշ շրջանակներ ուղղակիորեն հարձակումներ են իրականացնում, հա, վերբալ հարձակումներ, այսպես ասենք, դեռևս դա է երևում, հա, ինչ որ երևում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Մենք նաև գիտենք, որ մեր այդ ծայրահեղ ընդդիմադիր շրջանակները ունեն բիզնես եւ ոչ միայն բիզնես կապեր ռուսաստանյան այսպես շրջանակների հետ եւ նաեւ այն որ իրենք այսպես ասենք, հա, այդ բոլորը նույն դիսկուրսն են ընդհանուր առմամբ մշտապես առաջ տարել եւ նրանք օրինակ ինչ էին խոսում, միշտ եւ խոսում են, հա, որ արևմուտքը իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից եւ տարածաշրջանը, կոնկրետ Հայաստանը ընկնի արևմուտքի ազդեցության գոտու տակ եւ դրանով արևմուտքը իր պատերազմը ընդդեմ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների շարունակի, խորացնի, Հայաստանի Հանրապետությունը վերանա որպես ուրեմն ազգային ինչ-որ սուբյեկտ, հա, որ սա գլոբալիստների խաղն է, որ այս ամեն ինչը նաեւ նրա համար է, որ Թուրքիան մտնի տարածաշրջան եւ այլն եւ այս ամեն ինչը եւ նաեւ իհարկե այն հանգամանքը, որ այս ամբողջ դիսկուրսում եւ նաեւ որոշակի գործողություններում մենք տեսնում ենք ռուսաստանաբնակ խոշոր սեփականատերերի, չգիտեմ, բիզնեսմենների կամ դեկուզեկ օլիգարխների ներգրավվածությունը, հա, սա իհարկե կարող է կասկածներ առաջացնել, առնվազն, որ այս ամենը, այո, այս ամենում կա արտաքին հետք որոշակի, բայց ուղղակի, այսպես մենք այս պայդրությամբ ուղղակի ապացույցներ հիմա չունենք, եւ մենք չեմ կարծում, որ կարող ենք հիմա այսպես առանց այդ ուղղակի ապացույցներ ունենալու պնդումներ անել, բայց վարկածներ առաջ քաշել եւ ասել, որ շատ հավանական է այն ինչ որ դուք ասեցիք, այո, ես կարող եմ այդ վարկածը առաջ քաշել եւ ասել, որ դա բավականին այսպես հավանական սցենար է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանին շատ քննադատեցին այս օրերին գործողությունների համար, թե Սամվել Կարապետյանի եւ այլն մասկի շոուներ էին համարում այս բոլոր գործողությունները եւ այլն, բայց կարող ենք ասել, որ այս պլանը առնվազն իշխանությունները տեղյակ են եղել այս ամենի մասին, ավելի վաղ շատ եւ պատրաստվել են այս օրվան։ Կարծում եմ, որ պետք է որ տեղյակ լինեին։ Նախ այս ամեն ինչը, այսինքն անհնարին է, չէ, որ քննչական մարմինը նման գործողություններ անի եւ դա մեկ օրում հայտնաբերվի այս ամեն ինչը, չէ, այսինքն ուրեմն բավականին երկարատև գործընթաց է սա եղել եւ բնականաբար առնվազն, չգիտեմ, երկրի վարչապետը պետք է որ այս ամեն ինչից տեղյակ լիներ, հա, որովհետեւ չէր կարող էլի նման գործ քնվել առանց վարչապետի իմացության, ես այդպես եմ ենթադրում։ Եվ գիտեք, այստեղ
մի շարք բաներ կան, շերտեր կան էլի այս ամեն ինչում։ Շերտերից մեկն այն է, որ բայց իսկապես ասենք հույսը ինչի վրա են դնում նման մարդիկ, հա։ Միթե մտածում են, որ երկրում, չգիտեմ, համապատասխան հատուկ ծառայությունները չեն գործելու, հա։ Միթե մտածում են, որ հանրային աջակցություն են իրենք ունենալու, ակնհայտ տեսնելով, որ չկա այդ աջակցությունը։ Այդ դեպ չկա, կարծում եք իմ հաջորդ հարցն այդ մասին էր։ Հանրային աջակցության հեղաշրջման պահանջի, չգիտեմ։ Դե չէ, պարզ է, որ իրենք որոշակի աջակիցներ ունեն հասարակության։ Այո, ակնհայտ։ Շերտերում։ Բայց դա բացարձակ փոքրամասնությունն է, որ նման բաները աջակցում է, բացարձակ փոքրամասնությունը։ Եվ այստեղ միգուցե, չգիտեմ, շատերը մտածում են, որ եթե քաղաքացիական պայմանագրի վարկանիշը զգալիորեն նվազել է, եթե համեմատենք օրինակ 2019 թվականի հետ, հա, նույն վարչապետի վարկանիշը եւ այլն, դա կարող է խոսել այն մասին, որ այ դե մարդիկ ուրեմն կարող են աջակցել նման բանը, իրենք մեծապես սխալվում են, մեծապես։ Ի սկզբանե պարզ է եղել, որ որքան էլ որ իշխող կուսակցության կամ վարչապետի ներկայիս ադմինիստրացիայի, հա, վարչապետի ադմինիստրացիայի վարկանիշը ընկնի, դա չի նշանակելու, որ բարձրանում է զուգահեռ ռադիկալ ընդդիմության Հայաստանի Հանրապետության անկախությունը չգնահատող պրոռուսական, այսպես կողմնորոշում ունեցող շրջանակների վարկանիշը լրիվ հակառակն է եւ նաեւ մենք տեսնում ենք, որ նույն հարցումները, որոնց շատ հաճախ մեջբերում են այդ շրջանակները, մշտապես ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում զգալիորեն, այսպես ասենք, աճել է հակա կրեմլյան տրամադրությունները, մշտապես այսպես աճել է եւ հիմա կարելի ասել, որ մաքսիմումի է ասել, պատմական մաքսիմումի եւ նույն այդ քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերի վարկանիշը նայեք, հա, այսինքն 1%, 2% դրանից ավել չի լինում բոլոր հարցումների, հա, քիչ թե շատ արժանահավատ հարցումների համաձայն։ Մի խոսքով, այսինքն սա էլ ակնհայտ է, էլի, որ իրենք եթե մտածել են, որ կարող են հանրային աջակցություն ունենալ, չարաչար իհարկե սխալվել են։ Եվ բայց մյուս կողմից էլ գիտեք, նրանց այդ խոսակցություններից նաև երևում է, որ նրանք ուզում էին արհեստականորեն ինչ որ մի քանի հազար մարդու մոբիլիզացնել, հա։ Նույնիսկ գումարի մասին էր խոսքը, այո։ Այո։ Եվ այդ ստեղծել այդ անկառավարելի վիճակը, հա, այդ ապատեղեկատվություն տարածելով եւ այլն, կարճաժամկետ էֆեկտ ունենալ, փորձել այնպես անել, որ գոնե մի քանի հազար մարդ փողոց դուրս գա եւ իրենք հղում անեն այդ զանգվածին, ասեն, որ մենք ոչինչ չենք անում, այդ զանգվածն է ուզում, մենք էլ ուղղակի այսպես կանգնած ենք, ճնշում ենք բանեցնում եւ այլն, հա, բայց ինչպես արդեն երևում է այդ ամեն ինչից, այսինքն ձայնագրություններից եւ այլն, իրանք իհարկե գտել են, որ ոչ մի սահմանադրական ճանապարհով նրանք չեն կարող իշխանության գալ եւ պետք է դիմեն հակասահմանադրական բանի, հա, գործողությունների։ Այստեղ մի շերտ կա, ներողություն ասել ասեմ, որ եւ նաեւ գիտեք այս ձայնագրությունները ցույց են տալիս, որ առնվազն որոշ մարդիկ, որոնք ներգրաված են եղել այդ ամենում, գիտեք, որտեղ հավատացել են, որ իրենք ճիշտ գործ են անում։ Այսա իհարկե, չգիտեմ, լուրջ պրոբլեմային բան է։ Իսկն հոգևորականը կարող է հավատալ, որ հեղաշրջումով ինչ-որ բանի հասնելը բարի նպատակ կարող է ունենալ, ողբերգություն չի այս կարծիքը ձեր։ Դե այո, իհարկե։ Իհարկե։
Բայց տեսնում ենք, որ 1 տարի կա ընտրությունների, կարելի է սպասել, ստեղծել քաղաքական ուժ կամ աջակցել որևէ քաղաքական ուժի, բայց չէ։ Դե տեսեք, նրանց այդ գնահատականները, չէ, օրինակ ուղղված ժողովրդին, որ այսինչ անասուն ժողովրդին, հետո շարունակում է խորը անասուն։ Հա, այսինքն իսկապես նրանք աստորեն վրթոված են եղել ժողովրդի պահվածքով, իսկ իրենք հավատացել են, որ աստորեն ճիշտ բան են անում, ժողովուրդը չի հասկանում դա։ Իրանց, այո։ Հասկանում եք։ Այսինքն իրենք ասում են, մենք ազգ ենք փրկում։ Մենք ժողովուրդ ենք փրկում, ժողովուրդը չի հասկանում։ Ինչ բան է։ Եվ իհարկե սա մի հատ առանձին խոսակցության թեմա է, անկեղծ ասած, բայց իհարկե ես մտածում եմ, որ այնպես չի, որ բոլորը այդպես ուղղակի մոլորված են, հա, այսինքն հավատացել են նրան, որ իրենք ճիշտ գործ են անում։ Հա, շատ հնարավոր է, որ շատ-շատերը նաև զուտ ուղղակի իրենց անձնական խնդիրները լուծելու համար գիտակցաբար, որ սա հակաժողովրդական քայլ է, որ որևէ առնչություն չունի իրենց ինչ-որ ազգի փրկության բանի եւ այլն հետ, ներգրավել են այս ամեն ինչը։ Դե դաշնակցության օրինակ գործիչներ կան, կարծես կալանավորված ներբերման ենթարկվածների մեջ, օրինակ դաշնակցության ներկայացուցիչը դեռ 1 ամիս առաջ մոտարապես հայտարարում էր, որ հոկտեմբերի 27-ը պարտքում էր եւ չի բացառվում, որ այդպիսի պարտքումներ նորից լինեն, այսինքն սա մի քաղաքական ուժ է, որը նաեւ իր ներկայացուցիչները տեղ ունեն խորհրդարանում, բայց առ այսօր հավատացած են, որ նման պարտքումները տեղ ունեն մեր հասարակության մեջ ու սա ինչ ես մտածելակերպը, ինչ վտանգներ կարող է պարունակել, լավ, այս մի գործողությունը ենթադրենք ԱԱՑ-ն կանխեց կամ այլ պատկան մարմինները, բայց այսպես շարունակելով կհասնենք։ Այն ամենայնիվ ես գտնում եմ, որ այս բացահայտումը սա իհարկե կարող է մեծապես չեզոքացնել ապագային հնարավոր դրսևորումները, այո, նման բաները, որտեղ սա իսկապես լուրջ հարված է։ Նրանց սա բնականաբար նաև հանրային գիտակցության վրա է նաև ազդում, հա, կային մարդիկ, որոնք մինչ այս պահը գիտեք մտածում էին, որ հա, բայց կարող է այնուամենայնիվ նրանք էլ իրենց ձևով մտածում են հայրենիքի մասին եւ միգուցե այսպես նորմալ մեթոդներով, հա, կարող են գործունեություն ծավալել, ինչու է պիտակավորում նրանց եւ այլն եւ այլն։ Այս ամենից հետո ես կարծում եմ, որ այդ մարդիկ նման արդեն արգումենտացիայով չեն կարող առաջ շարժվել եւ սա իհարկե ել ավելի է նվազեցնում նման մտածողություն ունեցող շրջանակների գործնեության դաշտը, որովհետև պարզ է, որ մեծ հանրային աջակցություն նրանք երբեք չեն ունեցել, բայց ասենք որոշակի խմբեր, որոշակի այսպես շրջանակներ աջակցել են նրանց, հա, սրանից հետո ես կարծում եմ, որ միայն այսպես շատ այսպես մտերիմ շրջանակներ կամ չգիտեմ մեծ ատելությամբ նաև տոգորված մարդիկ, որոնք չեն կարող ռացիոնալ դատել, հա, այդ նրանք հա կարող են էլի շարունակել նման շրջանակներին աջակցել։ Մեծ հաշվով մենք գնում ենք հերթական ընտրությունների 1 տարուց մի քիչ էլ պակաս ժամանակ է մնացել, ինչ կանխատեսումներ ունեք այս 1 տարվա համար, բացի այսպիսի գործողություններից, ինչ է հնարավոր տեղի ունենա այս ընթացքում, հատկապես նաև կուզեի անդրադառնանք փոքր եկեղեցու եւ վարչապետի այս հերրակաբան ավեճին, ավելի ճիշտ կաթողիկոսի եւ վարչապետի, եւ սա ինչ ազդեցություն ձեր կարծիքով կունենա առաջիկա այդ զարգացումների վրա։ Կարծում եմ ազդեցությունը մեծ է լինելու եւ երբ մենք նախկինում խոսում էինք այն մասին, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կարող է ձևավորվել ընտրությունների նախաշեմին, ով ինչ հնարավորություն ունի, ինչքան տոկոս վերցնելու եւ այլն, մենք ասենք վստահորեն խոսում էինք, անձամբ ես հիշում եմ, որ ձեր այդ զրուցելիս նաեւ հետեւյալը ասացի, որ դե այդ ռադիկալ, հա, ընդդիմությունը, ծայրահեղ ընդդիմությունը էլի կարող է մտնել խորհրդարան եւ մեծ է հավանականությունը, հա, որ ինքը կմտնի խորհրդարան եւ կլինի հիմնական ընդդիմադիր, այսպես ասած, բևեռը, հա։
Հիմա կարող տարբեր անուններով, տարբեր խմբերով կարող են մտնել, կարող է մեկը մտնի, երկուսը մտնի, բայց այսպես կմտնեն։ Հիմա ես օրինակ այդպիսի վստահությամբ այդ պնդումը չեմ անի, որովհետև իսկապես սա շրջադարձային բան կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում, կարծում եմ։ Այս հեղաշրջման փորձը։ Եվ բացահայտումը։ Բացահայտումը։ Այո, փորձը եւ բացահայտումը բնականաբար։ Եվ սա կարող է փոխել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ընդհանուր առմամբ։ Իհարկե շատ բան կախված է նաև հետագայից, թե այսինքն նոր ինչ բացահայտումներ կլինեն, հա, որքան համոզիչ կլինեն այդ տարատեսակ հոդվածները, այդ քրեական գործերը, հա, նոր ինչ որ շղթա կարող է լինել այս ամեն ինչի արդյունքում եւ այլն, բայց իսկապես այո, կարծում եմ ռադիկալ ընդդիմադիր ուժերի հնարավորությունները ծանրակշիռ մասնակցելու ընտրական գործընթացներին այս պահի դրությամբ այսօրվանից սկսած զգալիորեն նվազում են, զգալիորեն։ Ու դժվար է ասել այս դեպքում իսկապես ինչպիսի մենք խորհրդարան կարող ենք ունենալ, որ քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանում եւ այլն եւ այլն։ Եվ սա դաշտ չի բացում այն ուժերի համար, ովքեր որ չունեին այդ հնարավորությունները, ոչ թե չունեին, այլ նախորդ ընտրություններում գուցե չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը, իրենց ցույց տալու դրսևորելու առումով նկատի ունեն։ Այո, իսկապես դա բացում է շատ հնարավորություններ նման քաղաքական ուժերի համար, իհարկե մինչ այս պահը մենք ցավոք սրտի շատ քիչ կայացած քաղաքական ուժեր ունենք, սա էլ պետք է նշենք, գաղափարներ ունեցող, հա, գաղափարախոսություն ունեցող եւ այլն, բայց այն ամենայն ժամանակ կա դեռևս։ Հա, կարճ է ժամանակը, մոտ 1 տարի, բայց այնուամենայնիվ այո, ավելի շուտ մի քանի ամիս։ Ավելի որակյալ խորհրդարան ունենանք, քան այն ինչ որ այսօր տեսնում ենք։ Հնարավոր է դա, այո, հնարավոր է դա։ Բայց նաև իհարկե շատ բան կախված է, գիտեք, նաև նրանից, թե ընդհանուր առմամբ, հա, Հայաստանում ինչպիսի հետայսու գործընթացներ տեղի կունենան, ինչ նկատի ունեմ, ասենք, ինչպիսի երկխոսություն կլինի հասարակության տարբեր խմբերի միջև, այս ամեն ինչից հետո, արդյոք իշխանությունները կարողանան լուծել այն խնդիրները, որոնք մինչ այս պահը լուծված չեն, հա, ավելի թափանցիկ աշխատեն օրինակ, հա, հանրային հաղորդակցությունը ավելի արդյունավետ կազմակերպեն, ենթադրենք, սա էլ մեծ նշանակություն ունի այս ամեն ինչում, բայց իհարկե բնականաբար այդ ընդդիմադիր քաղաքական շրջանակները, որոնք կոնստրուկտիվ դաշտում են աշխատում, կարող են աշխատել, որոնք որ դեմոկրատիայի շրջանակներում են գործում, հա, հակադեմոկրատական ճանապարհներ մերժում են եւ այլն, որքանով իրենք կարողանան նաեւ վերափոխվել, ուժեղանալ, սա շատ կարևոր բան է, հիմա շանս է, այո, ստեղծվել, կարծում եմ, նաև այդպիսի քաղաքական ուժերի համար, որպեսզի լինի ավելի այսպես առողջ մրցակցություն, գաղափարական, այսպես նաև պայքար, հա, եւ վերջի վերջո Հայաստանում ձևավորվի նորմալ կուսակցական համակարգ, որտեղ համաձայնվեք մենք այս պայդրությամբ չունենք կուսակցական համակարգ, մենք չգիտենք, որոնք են լեգիտիմ ուժեղ քաղաքական ուժերը, որոնք կարող են հեշտությամբ կամ ոչ հեշտությամբ գալ իշխանության, հետո իրենք դառնան ընդդիմություն, հետո էլի գան իշխանության, այդպես մի քանի են հիմնական, ինչպես ժողովրդավարական կայացած երկրներում է տեղի ունենում։ Եվ դիսկուրսը լինի որակյալ, իսկապես որպես նաև ընթերցող, լսող ես դուք, օրինակ խորհրդանի աշխատանքին հետևելիս հասկանանք, որ կա բովանդակություն, ոչ թե դավաճան, թուրք այդ դիսկուրսը։ Այո, եւ դա էլ ինչ որտեղ կարող է նաև նպաստել նրան, որ իշխանություններն էլ իրենց կողմից զերծ պահեն իրենց այդպես կտրուկ ինչ որ խոսքից, վիրավորական արտահայտություններից եւ այլն, որովհետեւ դրանք հաճելի չեն, որովհետեւ դրանք այդպես այդքան էլ մեղմ ասած ժողովրդավարական մրցակցության շրջանակներին այսպես հարիր, հա, խոսույթներ չեն
եւ այլն, եւ շատերը նաեւ նրանք, որոնք այսպես չեզոք դիրքերում են գտնվում կամ այդպես փոքր-ինչ հիասթափված են շատ բաներից, իրենք կարող են նաեւ իրենց մոտեցումները փոխել այդ ամեն ինչի արդյունքում, երբ որ տեսնեն, որ այ քաղաքական դաշտում այդպիսի փոփոխություններ են տեղի ունենում, Շնորհակալություն պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր վերլուծության համար։ Հիշեցնեմ CVKM-ի տաղավարում անկախ հետազոտող քաղաքագետ Էդգար Վարդանյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։